Слава Богу! Փառք Տիրոջը։ Я никогда не думал и не мечтал, что буду в Армении Ես ոչ մի անգամ չեմ մտածել եւ չեմ երազել լինել Հայաստանում и буду видеть народ Божий, который любит Бога. եւ տեսնել Աստծո ժողովրդին, ովքեր սիրում են Աստծուն։ Меня зовут Славик. Իմ անունն է Սլավիկ, Сам я родом из Одессы, Украина, ես ինքս Օդեսայից Ուկրաինայից եմ, но потом переехал в Германию բայց հետո տեղափոխվել եմ Գերմանիա и приехал к вам в гости. եւ եկել եմ ձեզ հյուր։ Слава Иисусу Христу! Փառք Հիսուս Քրիստոսին։ Друзья, нас с вами объединяет одно имя. Հարազատներ մեզ իրար հետ միացնում է մեկ անուն։ Имя Иисус Христос, Հիսուս Քրիստոսի անունը, который является моим и вашим Спасителем. որը հանդիսանում է իմ եւ քո փրկիչը։ Сегодня есть много людей, которые известны, Այսօր շատ ժողովուրդ կան, որ հայտնի են, о которых много говорят, որոնց մասին շատ է խոսվում, которых много показывают по видео. որոնց շատ ցույց են տալիս տեսահոլովակներով, Но есть то имя, которое знают многие люди на земле բայց կա անուն, որ շատ մարդիկ գիտեն երկրի վրա на протяжении 2000 лет. 2000 տարիների ընթացքում։ Слава Иисусу Христу! Փառք Հիսուս Քրիստոսին։ Братья и сестры, дорогие друзья, Եղբայրներ, քույրեր, հարազատներ, я хотел бы на этом месте ես говорить ուզում об этом имени. այս տեղում այս անունի մասին խոսել։ И вы знаете, мы с вами живем в последнее время, Գիտեք, մենք ձեր հետ միասին ապրում ենք վերջին ժամանակներում։ а более точно один сказал человек в последние минуты последнего времени. Իսկ ավելի կոնկրետ մեկն ասաց, որ վերջին օրերի վերջին րոպեներին։ И как важно сегодня быть бодрствующими Ինչքան կարևոր է այսօր արթուն լինել и приготовляющими себя. եւ ինքներս մեզ պատրաստենք։ Когда мы читаем последние главы книга Откровения, Երբ որ մենք վերջին գլուխները հայտնության գրքի կարդում ենք, это место говорит нам с вами о следующем. Ես հետեւյալի մասին ասում այստեղը, 22 глава Откровения Иоанна Богослова. Հովանես Ավետարանչի 22-րդ գլխի մեջ է գրված։ 7 стих. «Вот гряду скоро, блажен соблюдающий слова пророчества книги этой». 12. «Вот иду скоро, и возмездие мое со мною, чтобы воздать каждому по делам его». И последний, 20 стих. «Свидетельствующий это говорит: да, гряду скоро, аминь, да, гряди, Господи Иисусе». 7-րդ խոսքը. Ահա շուտով գալիս եմ Երանի նրան, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է։ 12-րդ խոսքը. Եվ ահա շուտով գալիս եմ, եւ իմ վարձքը ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի։ Եվ 20-րդ խոսքը. այս բաներին վկայողը ասում է. այո, ես շուտով գալիս եմ, ամեն եկ Տեր Հիսուս։ Братья и сестры, когда мы читаем первые 2 главы книги Библия, Եղբայրներ, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշնչի առաջին 2 գլուխները, и читаем последние 2 главы книги Библии, եւ վերջին 2 гլուխները Աստվածաշնչի կարդում ենք, я хочу обратить ваше внимание ուզեմ ձեր ուշադրությունը դարձնել на то, что эти главы повествуют о том, где и о том месте, где нет греха. որ այս գլուխները վկայում են այն մասին, որտեղ որ մեղք չկա։ Где есть совершенство действия Божьего. Այդտեղ վկայում է կատարելության մասին Աստծո գործի։ И когда мы читаем первые 2 главы, то эти места говорят о том, Երբ որ մենք կարդում ենք առաջին 2 գլուխները Աստվածաշնչի, դա խոսում են այն մասին, что Бог начал что-то делать и говорит хорошо, и потом говорит весьма хорошо. որ Աստված ինչ որ անում էր, ասում էր, որ բարի է եւ հետո ասում է շատ բարի է։ Братья и сестры, но с 3 главы Библии грех вошел в мир. Եղբայրներ, քույրեր, բայց 3-րդ գլխից սկսած մեղքը մտավ աշխարհ։ И кажется, все настолько безнадежно было. Եվ երևում է, որ ամեն ինչ այնքան անհուսալի էր, Но нет, у Бога был план. բայց Աստծո մոտ կար ուղեցույց, պլան։ И Бог на протяжении всей Библии призывает людей Եվ Աստվածաշնչի ամբողջ պատմության մեջ Աստված մարդկանց կանչում է к покаянию и миру с Богом, ապաշխարության եւ Աստծո հետ խաղաղության, для того, чтобы потом, впоследствии, որպեսզի հետագայում
быть там, где нет греха, որպեսզի լինել այնտեղ, որտեղ մեղքը չկա, быть там, где есть присутствие вечного Бога. որտեղ կա հավիտյան Աստծո ներկայությունը։ Бог туда зовет, Աստված այնտեղ է կանչում մեզ։ туда, где 24 старца падают, Այնտեղ որտեղ 24 երեսները ընկնում էին երեսների վրա։ туда, где поют ангелы, Այնտեղ որտեղ երգում են հրեշտակները, туда, где есть присутствие вечного Бога. այնտեղ որտեղ կա ներկայությունը հավիտյան Աստծո։ И тебя и меня зовет туда Бог. Եվ այսօր ինձ կանչում է այնտեղ Աստված։ И Он хочет, чтобы мы там были. Եվ նա ուզում է, որ մենք այնտեղ լինենք։ Братья и сестры, и Иисус, уходя с земли, Հիսուսը երբ որ երկրի վրայից գնաց, сказал, не оставлю вас сиротами, ասաց ձեզ չեմ թողնիր որբ, но пошлю Духа Святого, բայց Սուրբ Հոգին մխիթարիչը կուղարկեմ, который тебе и мне помогает որ ինձ եւ քեզ օգնում է достичь неба, հասնել երկինք, войти туда воротами. մտնել այդ դարպասներով։ И я хотел первое место Священного Писания прочитать книгу Есфирь, Առաջին տեղը, որ ուզում եմ կարդալ Սուրբ գրքից, Եսթերի գրքից է, 2 глава, 8 стих и ниже. երկրորդ գլուխ 8-րդ խոսքից սկսած։ Когда объявлено было это повеление от царя и указ его, и когда собраны были многие девицы в престольный город Сузы под надзор Гигая, тогда взята была Иисфирь в царский дом под надзор Гигая, стража жен. 9 стих. И понравилась эта девица глазам его, и приобрела у него благоволение, и он поспешил выдать ей притирание, и все назначенное на часть ее, и приставить к ней 7 девиц, достойных быть при ней из дома царского, и переместил ее и девицу ее в лучшее отделение женского дома. Читаю ниже. Когда наступало время каждой девицы, 12 стих, входить к царю Артаксерксу, после того, как в течение 12 месяцев было выполнено над нею все определенное женщинам, ибо столько времени продолжались дни притирания их, 6 месяцев мировым маслом и 6 месяцев ароматами и другими притираниями женскими. Тогда девица входила к царю, чего бы она ни потребовала, ей давали все для выхода из женского дома в дом царя. Вечером она входила и утром возвращалась в другой дом, женский, под надзор Шахзага, царского евнуха. И ниже, когда настало время Есфири, дочери Аминадава, дяди Мардахея, который взял ее к себе вместо дочери, идти к царю, тогда она не просила ничего, кроме того, о чем сказал ей Гигай, евнух царский, страж жен, и приобрела Есфирь расположение к себе в глазах всех, видевших ее. И взята была Есфирь к царю Артаксерксу в царский дом его в 10 месяце, то есть в месяце Тебефе, в 7-й год его царствования. И полюбил царь Есфирь более всех жен, и она приобрела его благоволение и благорасположение. Եվ երբ որ թագավորի հրամանը եւ հրվարտակը լսվեցավ եւ շատ աղջիկներ էին ժողովում Շուշան մայրաքաղաքը Հեգեի ձեռքի տակ, Եսթերն էլ տարվեցավ թագավորի պալատը կանանց պահապան Հեգեի ձեռքի տակ։ Եվ աղջիկը հաճելի եղավ նրա աչքին եւ շնորհք գտավ նրա առաջին եւ նա շուտով տվավ նրան մաքրությունների պիտույքը եւ նրա ռոճիկը եւ այն 7 աղախիններին, որ նշանակված էին նրան տրվելու թագավորական պալատից եւ փոխադրեց նրան եւ նրա աղախիններին կանանց պալատի լավագույն տեղը։ Եսթերը 12-րդ խոսքից եւ երբ որ յուրաքանչյուր աղջկա կարգը գալիս էր Ասվերոս թագավորի մոտ գնալու համար կանանց սովորության պես 12 ամիս լրանալուց հետո այն ժամանակ աղջիկը գնում էր թագավորի մոտ ամեն ինչ որ նա պահանջեր տրվում էր նրան եւ նրա հետ գնար կանանց պալատից թագավորի պալատը 15 խոսքից կարդամ երբ որ կարգն եկավ Մուրդքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերին որին Մուրդքեն իրան աղջիկ էր վերարել որ գնար թագավորի մոտ ոչինչ չպահանջեց բացի նրանից որ ասեց թագավորի ներքինի կանանց պահապանը Հեգեին եւ Եսթերը շնորհք գտավ բոլոր իրան տեսնողների առաջին եւ Եսթերը տարվեցավ Ասվերոս թագավորի мот նրա թագավորության տունը 10-րդ ամսի այսինքն Թեբետ ամսում նրա թագավորության 7-րդ տարում է Братья и сестры, я прочитал историю из
краткий отрывок из истории израильского народа, Ես կարդացի կարճատված Իսրայել ժողովրդի կյանքից, в котором повествуется о том, что был момент, когда Есфирь находилась в доме и готовилась к встрече с царем. որտեղ վկայվում այն մասին, որ Եսթերը պատրաստվում էր թագավորի մոտ մտնել, И она была не одна. եւ նա մենակ ինքը չէր, Дорогие друзья, но мы видим, что был момент приготовления. բայց մենք տեսնում ենք, որ պատրաստվելու ժամանակ կար, И многие девицы готовились определенное время. եւ որոշակի ժամանակ շատ աղջիկներ պատրաստվում էին այդ հանդիպմանը։ Основная цель была понравиться царю, приобрести его благоволение. Հիմնական նպատակը որպեսզի հաճելի լինեն թագավորին եւ նրա արժեվ շնորհք գտնեին։ И среди всех этих девиц была Есфирь, Եվ այդ բոլոր աղջիկների մեջ կար Եսթերը, которую Библия выделяет среди всех. որ Աստվածաշունչը առանձնացնում է բոլորից։ И говорит, что перед ней были те девицы, которые и шли к царю. Եվ ասում որ նրան արժև կային աղջիկներ, որոնք գնում էին թագավորի մոտ։ Но прежде чем пойти к царю, друзья, им была возможность предоставлена выбирать все, что они хотят, все, что они думают, им понадобится, чтобы понравиться царю. Բայց կարդացինք, որ բոլորը ունեն հնարավորություն ընտրելու, վերցնելու, պատրաստվելու ինչ-որ բան, որպեսզի թագավորին ներկայանային դրանցով։ Это был широкий ассортимент выбора. Դա մեծ տեսականի էր ընտրության։ Каждая, что хотела, то и брала. Ամեն մեկը ինչ որ ցանկանում էր, նա կարող էր վերցնել։ И то, что, может быть, мечтали многие, они имели возможности взять. Բայց միգուցե ինչ որ մեկ ինչ որ երազում էր, կարող էր վերցնել։ И брали, и шли. Եվ վերցնում էին եւ գնում էին։ И возвращались, не получая благоволения Բայց царского. հետ էին գալիս շնորհքը թագավորի չընդունած։ Но среди всех была Есфирь, Բայց այդ բոլորի մեջ կար Եսթերը, которая также видела большой ассортимент выбора. որը նույնպես տեսնում էր այդ մեծ տեսականին ընտրության։ Ей, может быть, многое хотелось взять с собой. Միգուցե իրան ինչ որ ուրիշ բաներ, շատ բան պետք էր վերցնել իր հետ։ Ей, может быть, много нравилось. Միգուցե իրան շատ բան դուր էր գալիս։ Как и тем девицам, которые входили перед ней. Ինչպես այն աղջիկները, որոնք իրարից առաջ էին գնում։ Братья и сестры, но она ничего не взяла, Եղբայրներ քրեր, բայց նա ոչինչ չվերցրեց բացի кроме того, что ей сказал Гигай, евнух царский. բացի նրանից ինչ որ Հեգեին իրան ասեց։ Он ей сказал: Есфирь, когда будешь идти к царю, возьми то и то. Նա ասաց Եսթեր, երբ որ գնաս թագավորի մոտ, վերցրու այս, այն եւ այլն։ Может, тебе захочется еще много чего взять с собой. Միգուցե քեզ դուր կգա որ ուրիշ էլի բաներ վերցնես քեզ հետ։ Может, тебе еще много что понравится из этого выбора. Միգուցե քեզ ինչ որ բաներ դուր կգա այդ տեսականից։ Но ты бери то, что я тебе советую. Բայց դու վերցրու այն ինչ որ ես եմ քեզ խորհուրդ տալիս։ Потому что Гигай знал, что нравится царю. Որովհետեւ Հեգեին գիտեր ինչն է դուր галիս թագավորին։ И когда Есфирь взяла то, что ей сказал Гигай, Երբ որ Հեսթերը վերցրեց այն ինչ որ ասել էր իրեն Հեգեին, она пришла к царю. նա եկավ թագավորի մոտ։ Братья и сестры, и Слово Божье говорит, что она приобрела благоволение и благорасположение. Եվ Աստծո խոսքը ասում է, որ ինքը շնորհք գտավ եւ հաճություն գտավ թագավորի առջև։ Братья и сестры, сегодня мы идем в небо. Եղբայրներ քրեր, այսօր մենք գնում ենք երկինք։ И Бог к тебе и ко мне обращается и говорит: все гряду скоро. Եվ ինձ ու քեզ Աստված ասում է, որ այո, այս շուտով պիտի գամ ես։ Стар ли ты, молод ли? Ծերես կամ երիտասարդ ես դու, Сегодня жизнь не в твоей руке. այսօր կյանքը քո ձեռքերի մեջ չի։ И момент встречи с Богом ты не знаешь. Եվ Աստծո հետ հանդիպման վարկյանը դու չգիտես։ И я его не знаю. Ես էլ չգիտեմ, Но, братья и сестры, одно знаю, բայց մի բան գիտեմ, եղբայրներ քրեր, что Бог сегодня готовит нас к встрече. որ Աստված մեզ այսօր պատրաստում է հանդիպման։ И сегодня есть много, что предлагает мир. Այսօր կա շատ բաներ, որոնք առաջարկում Աստված, աշխարհը, Сегодня есть много, что предлагает дьявол. շատ բաներ, որոնք հակառակորդն առաջարկում, Чтобы ты не попал в то место, где нет греха, որպեսզի դու չընկնես, չհայտնվես այնտեղում, որտեղ մեղքը չկա, где присутствие Бога. որտեղ Աստծո ներկայությունն է։ Но Дух Святой сегодня на земле Այդ Սուրբ Հոգին այսօր երկրի վրա, для того, чтобы готовить церковь. որպեսզի պատրաստի եկեղեցին, И только Он сегодня говорит тебе и мне, նա որ այսօր ինձ ու քեզ խոսում է, что тебе нужно в небо взять с собой, ինչա քեզ պետք վերցնել երկինք գնալու համար, что тебе нужно приготовить в жизни. քո կյանքում ինչ պետք է պատրաստվես։ Я, братья и сестры, буду заканчивать.
Ես վերջացնելու եմ И եղբայրներքույր։ хотел бы вспомнить пример из моей жизни. Ուզում եմ հիշել իմ կյանքից մի օրինակ։ Вы знаете, однажды от друга, уезжая, в поезд сел Մի անգամ ընկերոջս մոտից նստելով գնացի и прилег спать. եւ քնեցի։ И вы знаете, как будто сон, как будто я там был. Եվ ինչպես երազ լիներ, ոնց որ ես այնտեղ լինեի։ Мне снится, что я нахожусь дома, Երազույց մեջ տեսնում եի, որ ես տան եմ գտնվում и я понимаю, что пришли люди, которые будут отнимать жизнь. եւ հասկանում եմ, որ եկել են մարդիկ, որոնք կյանքս պիտի վերցնեն։ И я понял, что у меня есть момент спрятаться, но на 2-5 минут Եվ максимум. ես հասկանում եմ, որ ինձ 2 կամ 5 րոպե մաքսիմում Я наблюдаю- կա, որպեսզի ես թաքնվեմ Я наблюдаю за этой картиной, что дальше будет происходить. եւ ես նայեմ ինչ պետք է լինի ընթացքում հետո И понимаю, что через 2-5 минут моя жизнь на этой земле եւ прекратится. հասկանում եմ, որ 2-ից 5 րոպե եւ իմ կյանքը այս երկրի վրա վերջանալու է։ И я начал задаваться вопросами, Եվ սկսեցի մտածել что мне հարցերով, хочется в эти 2-5 минут. ինքս ինձ հարց տվեցի, ինչ է ինձ պետք այս 2-ից 5 րոպեում։ Может быть, новая машина? Միգուցե նոր մեքենա։ Нет. Ոչ իհարկե։ Может быть, вкусная колбаса? Միգուցե համեղ երշիկ։ Нет. Իհարկե ոչ։ Может быть, много денег? Միգուցե շատ փող, գումար։ Нет. Իհարկե ոչ։ Ничего земного не хотелось. Երկրավոր ոչ իմ բան չէի ուզում ես։ Я понимал, что через 2-5 минут я предстану пред вечным Богом. Որովհետև ես հասկանում եմ, որ 2-ից 5 րոպե եւ ես կանգնեմ հավիտյանական Աստծո առջև։ Что я приготовил к встрече с Ним. Ինչ եմ ես պատրաստել նրա հետ հանդիպման։ Братья и сестры, сегодня есть время Եղբայրներ, քույր, այսօր մենք ժամանակ для ունենք։ тебя и меня. Իմ եւ քո համար։ И вы знаете, я проснулся в этом сне Գիտեք, ես արթնացա այդ երազի и մեջ в поту был, եւ амբողջությամբ в քրտնել էի, переживаниях был. ամբողջությամբ մտահոգված էի։ Я только оттуда. Ես նոր այնտեղից էի, Но как я счастлив, что это был сон, բայց ինչքան ուրախ էի, որ դա что երազ моя է жизнь на земле եւ продолжается. որ իմ կյանքը շարունակվում И է эту жизнь дает вечный Бог. եւ այդ կյանքը հավիտենական Աստված է Для տալիս։ того, чтобы ты и я сегодня готовился к вечности. Որպեսզի ես եւ дու այսօր պատրաստվենք Чтобы ты и я հավիտենության համար, научился слушать голос Божий. որպեսզի ես եւ դու սովորենք լսել А Աստծո Дух ձայնը, Святой только тебе скажет, что тебе надо в небо. իսկ Սուրբ Հոգին քեզ կասի ինչ է քեզ պետք երկինք գնալու Дух համար։ Святой скажет, что тебе мешает для того, чтобы попасть в небо. Միայն Սուրբ Հոգին կասի ինչը քեզ խանգարում է, որպեսզի դու այնտեղ չես հայտնվում։ Дух Святой скажет, что тебе нужно оставить на этой земле, чтобы угодить Богу. Սուրբ Հոգին քեզ կասի ինչը թողնել, որպեսզի հաճելի լինել Աստծուն։ Братья и сестры, пусть Бог благословит, Թող Աստված օշնի եղբայրներ քույրեր, чтобы мы стали на стражу нашего сердца, որ մենք պահպանություն անենք մեր սրտին, бодрствовали и готовились к вечности. արթուն լինենք եւ պատրաստվենք հավիտենության համար։ Потому что голос Божий, Он, как и раньше, Он сегодня звучит, все гряду скоро. Որովհետեւ Աստծո ձայնը ինչպես առաջ, Приготовь себя к встрече с ասում է, вечным ահա Богом. ես շուտով գալիս եմ, քեզ պատրաստիր հավիտենական Աստծո հետ հանդիպման։ Аминь. Пусть Бог благословит.